Որ շենքերի էտաժը։ Մեծ շենք անաստած միկրոն 64։ Ի՞նչն է խնդիրը։ Մենք խնդրում ենք կես բառով, երկու բառով։ Ուրեմն շենքերում ունենք խնդիր կառուցապատողի հետ, կառուցապատողը սնանկ է ճանաչվել, հողը օտարել անօրինական ճանապարհով, որովհետև հողը պատկանել է մեր ընդհանուր նախագծով հաստատված փաթեթին։ Նախագծից օտարվել է հողը, որի պատճառով մենք չենք կարողանում ոչ շահագործման ակտ ստանանք, ոչ սեփականության օգտագործում ստանանք։ Խնդիր ներկայացնում ենք բոլոր պատկանողներին, ոչ մի արձագանքում ենք, շաբթի օրն ներկայացրել ենք կառավարություն, մոտ 200-300 քննարկչով այնտեղ ենք, մեզ ոչ մեկ չընդունեց։ Մենք փորձում ենք այս ճանապարհով ուշադրություն գրավենք ու փորձում ենք մեր խնդրի լուծումը այստեղ բարձրացնել։ Հիմա ձեր անունը կասեք Տիգրան։ Հարգելի Տիգրան ջան, ես խնդրեմ ուղղակի մեկ գիծը բացեք, երթևեկությունը բարձր, երթևեկությունը չխոչընդոտենք հարգելիներս։ Միգուցե շտապակցության մեքենա կա, հրշեջ մեքենա կա ու շատ արագ պիտի հասնի։ Խնդրում եմ ձեզ մի գիծը բացեք։ Բնակիչներն իրավունք ունեն անվտանգության ակցիա անել։ Մեկ գիծը բացում ենք, տղեկ ջան։ Մենք բոլոր ներողություն, ես մենք ալտերնատիվ ճանապարհներ թողել ենք։ Մենք այնպես չի, որ այնպես ենք անենք փակել, որ այդ ձեր ասած շտապօգնության կամ հրշեջ մեքենաները չկարողանան երթևեկեն։ Ալտերնատիվ ճանապարհները կա, մենք այդ հասկացողություն ունենք, մենք չենք խոչընդոտել այդ ալտերնատիվ ճանապարհներն չենք փակել։ Տիգրան Պետրոսյանով ճանապարհը կա, այս բակային տարածքներով ճանապարհները կա, մենք չենք փակել դա։ Մենք միջոցներ փորձել եք, ինչ-որ միջոցներ ձեռնարկել։ Ցավը տանեմ։ Կառուցապատողի Մենք զրույցներ 5 շաբթի օրը դուք կառուցապատող եք ասում, մենք 5 շաբթի օրը կառավարությունում ենք եղել։ Կառավարությունը թքած ունի մեր վրա, մեր խնդիրների վրա թքած ունի, հասկանում եք։ Մենք էլ ուրիշ միջոց չունենք պայքարելու։ Մենք 3 տարի այս խնդրին բախվել ենք, վերջի անցյալ տարվա սեպտեմբերից սկսած փորձել ենք քաղաքակիրթ եւ իրավական մեխանիզմներ օգտագործելով մեր խնդրի տեղ հասցնել ու այդ խնդրին լուծում ստանանք։ Դիմումները գրել ենք վարչապետին էլ, դատախազին էլ, քննչական կոմիտեի նախագահին էլ, քաղաքապետին էլ, բոլորին դիմումները գրել ենք։ Գնացել ենք կառավարություն 2 անգամ, մեզ ոչ մեկ բանի տեղ չի դնում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները լքված են մեր պետության կողմից։ Մեզ ուրիշ ճար չի մնում, որ պայքարի այս ծայրահեղ տարբերակին ենք անցել։ Լավ, հիմա Այսինքն մենք սպառել ենք բոլոր այն միջոցները, ինչի մասին որ դուք ասում եք, հա, որ պայքարի այլ տարբերակներ կա։ Մենք սպառել ենք դա արդեն։ Հասկանում եք։ իհարկե հասկանում։ Դրա համար մենք չունենք էլ ուրիշ պայքարելու, ասենք, այլ լծակներ չունենք։ Ոնց դիմեմ ձեզ։ Հայկա իմանալու։ Հայկ ջան, մեր քաղաքացին հայտնեց, որ 10 րոպե ժամանակ է մնացել, չէ՞։ Ցակը բացեք։ 10 րոպե ժամանակ։ Հայկ ջան, ներողություն էլի։ Հիմա լսեք, 10 րոպե ժամանակ որ դուք ասում եք, որ մնացել է, հիմա ուշադրությունը արդենից գրավել է, չէ՞ ժողովուրդ։ Տեսեք, նայեք։ 4000 բնակիչը։ Մի հատ լավ յուղի բնակչությունը։ Հիմա 4000 բնակչին կարելի է ոտնահարել իրավունքները։ Իհարկե ոչ։ Կարելի է նեղություն տալ առնվազն 3 տարուց ավել, իսկ այդ բնակիչը սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքներից իրավունք չունի օգտվի։ Իրավունք չունի խաղաղ բողոքի ակցիա իրականացնի, իրավունք չունի իր խնդիրը բարձրաձայնի։ Դիմումները գրած է, դրա մասին բոլորը տեղյակ են, կառավարություն, վարչապետին, բոլոր տեղերը դիմումները գրած է, հստակ այդ բոլոր ապօրինությունները սա նկարագրած է, բայց որևէ գործողություն չի անում։ Նույն իրավապահ համակարգը ոչ ոք չի անում այդ ապօրինությունների կապված։ Ինչ անենք, ասեք։ Ոստիկաններից մեկը կարա գնա այնտեղ մոտենա այս հարցը կարգավորի էլի։ Ինչ է։ Դուք եք շնչում ես օդը։ Մենք որոշել ենք քաղաքակիրթ եղանակով ենք մենք մեր ակցիան իրականացնում։ Մենք
այս եղանակով փորձում ենք մեր ձայնը հասցնել պատկան մարմիններին, կառավարությանը, Երևանի քաղաքապետին, որ այսպես չի կարելի մի ամբողջ 4000 բնակչություն ունեցող թաղամասին թողնել մենակ ու ընդհանրապես թքած ունենալ այդ քաղաքացիների ճակատագրի վրա։ 30 րոպեից ավելի փակել եք ճանապարհը, ոչ կառավարությունը։ Մենք պայմանավորվեցինք մեր համայնքային ոստիկանների հետ, որ այո, մեր համայնքային ոստիկանները շատ պարկեշտ վարք են դրսևորել, շատ պատշաճ ծառայություն իրականացնում, պահպանում են հասարակական կարգը։ Մենք էլ պայմանավորվել ենք համայնքային ոստիկանների հետ, որ մենակ 10 րոպեին մենք կբացենք ճանապարհները, բայց այս պրոցեսները լինելու են շարունակական, մինչև մենք պատշաճ արձագանք չստանանք քաղաքապետարանից եւ կառավարությունից։ Եթե պատշաճ արձագանք չլինի, ակցիաները շարունակվելու են ավելի հզոր ու տարածական առումով տարածվելու են արդեն այլ ուղղություններով։